միանանք Աստծո ծրագրին։ Գիտեք, ինչի մասին է քարոզենք, միևնույնն է, վերջում պետք է նորից միանանք Աստծո ծրագրին, որովհետև Աստծո ծրագիրը բոլորիս կյանքի մեջ ամենաթանկ բանն է։ Եթե մարդը Աստծո ծրագրից դուրս է, նրա կյանքը անիմաստ է, դատարկ, ունայն, ինչի ուզում է դու հասնես։ Եթե քո ծրագիրը Աստծո ծրագրի հետ չի մեկանում, միևնույնն է, դու մեծ հաջողություններ չես ունենա, բայց երբ որ մեր ծրագիրը Աստծո ծրագրի հետ է, ես ասեմ, մենք արդեն օրհնված մարդիկ ենք։ Ուրեմն, այսօր հենց այդ ուղղությամբ ուզում եմ խոսել, միանանք Աստծո ծրագրին։ Ամեն առաջնորդ ունի ծրագիր, ամեն տնօրեն ունի ծրագիր, ամեն եկեղեցու առաջնորդ ունի ծրագիր, ամեն թագավոր ունի ծրագիր, ամեն անձ ունի ծրագիր։ Եվ միշտ այդ մարդիկ իրանց ծրագրի համար համախոհներ են հավաքում, որ իրանց գործը կատարեն։ Մեզ էլ Աստված կանչել է, մեզ էլ մեր առջև էլ դրել է յուրահատուկ ծրագիր։ Եթե մենք ունենք այդ Աստծո ծրագիրը, մենք պետք է գնանք Աստծո ծրագրի հետևից։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 18-րդ խոսքից եմ խոսելու այսօր, Մարկոս ավետարան 16-15-ից եմ խոսելու, Առաջին Կորինթացից 11-26-ից եմ խոսելու։ Այսօր երևի որոշներդ արդեն անգիր գիտեք այս համարները, որովհետև դուք Սուրբ Գիրք ընթերցող մարդիկ եք, ես համոզված եմ, որ արդեն գիտեք, երբ որ ասեցի Մատթեոս 28-18 միանգամից հասկացաք, որ դա այն խոսքն է, որ Տերը ասում է գնացեք։ Գիտեք, շատ տեղերում եմ եղել, ուր գնացել եմ, ամենտեղ միշտ օծյալների կարիք կա։ Եվ ամենակարևորը օծված մարդկանց կարիք կա։ Գիտես, մարդկանց հետ երբ որ խոսում ես, բոլորը խոսում են ոչ թե օծության մասին, բոլորը խոսում են ֆինանսների մասին։ Ասում են, որ փող ունենանք, էս կանենք, այն կանենք։ Գիտեք, շատ քիչ մարդիկ որ հասկանում են, եթե օծություն ունենանք, էս կանենք։ Ամենտեղ չի, որ փողը գործում է։ Ես եղել եմ Եվրոպայում փողի կարիք չկա, Եվրոպայում օծության կարիք կա, բայց Եվրոպայում էլ են ասում, եթե փող լիներ, էս կանենք։ Բոլորը խոսում են փողի մասին, բայց ես մտածում եմ, որ ամենակարևոր բանը դա օծությունն է։ Երբ որ Հիսուսը իր աշակերտներին կանչեց, մի հատ խոսք ասեց գնացեք։ Ահա ամեն իշխանությունից տրվեց, ես եք ձեզ եմ տալի, գնացեք։ Չասեց ասա, ահա ամեն ֆինանսները այն որից տրված է, ձեզ եմ կտակում, գնացեք։ Բայց օծության մասին է խոսում, որտեղ կա օծությունը, այնտեղ կա ֆինանսները, որտեղ կա օծություն, այնտեղ կա հաջողություն, որտեղ կա օծություն, այնտեղ կա մնացած ինչ կարիք, որ կա, Տերը սկսում է բավարարել։ Այնպես որ Աստված միշտ օրհնում է քո օծությունը, եւ այն օծությունը ինչ որ դու Տիրոջից ունես, Աստված միշտ ֆինանսավորում է քո օծությունը։ Ես համոզված եմ, մենք ինչքան օծությունը թանձրանա այս վայրի վրա Տիրոջ ներկայությունը, Աստծո ծրագիրը, Աստծո նպատակը, հավատացնում եմ, այնքան Աստված կսկսի օրհնել մեր եկեղեցին։ Բայց եթե մեր եկեղեցին օծության կարիք ունի, եթե մենք շատ ֆինանսներ ունենք, ում ապենք մեր ֆինանսները։ Բայց թող Տերը օծության հետ ավելացնի մնացած կարիքներն են։ Եթե առանց օծության ֆինանսներ ունենան, ես համոզված եմ, որ մենք եկեղեցիական բոլոր ծառայությունները պետք է մարմնավոր դարձնենք։ Տեսեք, Լավոդիկե եկեղեցու մասին Հիսուսը հետևյալ բանն է ասում։ Ասում է, դու ասում ես, որ ես հարուստ եմ, որովհետև Լավոդիկե եկեղեցին շատ հարուստ էր։ Դու ասում ես, որ ես հարուստ եմ։ Դու ասում ես, որ ես տեսնում եմ, ասում է, բայց դու կույր ես։ Դու ասում ես, ես հարուստ եմ, բայց դու աղքատ ես։ Դու ասում ես, ես առողջ եմ, բայց դու հիվանդ ես։ Եվ շարունակության մեջ ասում է, ինձանից մաքուր զտված ոսկի առ, որ հարստանաս։ Այսինքն այն ինչը որ քեզ համար կարևոր է, դա դու չունես։ Դու միայն ունես հարստություն եւ դու մտածում ես, որ եկեղեցում ամենակարևորը հարստությունն է։ Եվ ամենավերջում է ձև ասում, ահա ես կանգնած եմ դռան ետևը թակում եմ։ Ով որ դուռը բացի, ներս կմտնեն եւ նրա հետ ընթրիք կանեն։ Այս եկեղեցին ունես շատ բաներ, բայց ամենակարևորը Տիրոջ ներկայության բացակայությունն է այդ եկեղեցում։ Թող Աստված մեր կյանքի մեջ ավելացնի օծությունը։ Դուք ասես ամեն, հալելույա։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 18-րդ համարի մեջ եւ Մարկոս ավետարան 16-15-ի մեջ Տերը ասում է գնացեք ավետարանեցեք։ Գիտեք, մենք չենք կարող սա աշխարհը փրկել։ Ասեք ես ինձանից մեծ բան չեմ ներկայացնում, ես փոքր անձնավորություն եմ անգամ հոգևոր աշխարհի մեջ եւ այս աշխարհի մեջ։ Բայց երբ որ գնում ես մի քաղաք, ասում են, արի մեր քաղաքում ծառայելի, մենք հովվի կարիք ունենք։ Տեսնում ես ինչ հարուստ երկիր է, բայց այդ քաղաքի մեջ հովվի կարիք կա։ Մտնում ես մի ուրիշ քաղաք, նորից ասում են, եթե դու գաս շատ լավ կլինի, արի, ուղղակի արի մեր քաղաքի մեջ հովվի կարիք ունենք։ Հետո հանկարծ զանգում են մեկ ուրիշ տեղից, մեկ ուրիշ երկրից, խնդրում են, արի մեր երկիր, եթե գաս, քեզ համար շատ լավ կլինի, մենք հովվի կարիք ունենք։
Գիտեք, շատ տեղերում իսկապես օծության կարիք կա։ Ամեն բան կա, բայց օծության բացակայություն կա։ Հիսուս ասեց, ահա ամեն իշխանություն ինձ տրվեցավ, ուրեմն գնացեք։ Ես մի քիչ հետո ավելի լուրջ բաների վրա կանգնեմ։ Առաջին Կորինթացիս 11-րդ գլուխ 26-րդ համարի մեջ Հիսուսը Պողոս առաքյալը այսպես ասում. Քանի անգամ որ կուտեք ու կխմեք, Տիրոջ մահը կպատմեք։ Քանի անգամ որ կուտեք ու կխմեք, Տիրոջ մահը կպատմեք։ Ինչի՞, մենք չենք կարող ամբողջ աշխարհը շահենք, բայց մենք կարող միատանց շահենք եւ այդ անձը մեկ ուրիշ աշխարհ շահի, մի ընտանիք շահի։ Հիսուսը Զաքեոսի աշխարհը գրավեց, Զաքեոսը իր ամբողջ ընտանիքի ներաշխարհը գրավեց։ Հիսուսը Պետրոսին, Փիլիպոսին վկայեց։ Պետրոսն ու Փիլիպոսն ուրիշներին սկսեցին վկայել։ Եվ մեր կյանքը հենց այդպես է գնում։ Երեք երիտասարդների հետ է այդ ուղղությամբ խոսում։ Տերը գրավեց Ռենհարդ Բոնկու աշխարհը, Ռենհարդ Բոնկին գրավեց մի ամբողջ Աֆրիկայի ներաշխարհ։ 39 միլիոնանոց երկիր սկսեց ավետարանը քարոզել։ Մենք չենք կարող ամբողջ աշխարհը շահենք, բայց մենք կարող ենք ինչ-որ մեկի կյանքը շահենք։ Միգուցե այդ մարդն է, ինչ-որ մարդկանց համար է։ Եկեք ինչ-որ մեզանից հասնում է որպես եկեղեցի մեկ այդ գործի մեջ ունենք։ Ինչի՞։ Եսայիա մարգարության մեջ հետևյալ խոսքն ասում։ 6-րդ գլուխ 8-րդ խոսք։ Ասում է. «Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որին ուղարկեմ, ով կգնա մեզ համար»։ Իրականության մեջ Տերը դրա կարիք ուներ։ Ասում է, ես լսեցի մի հատ ձայն, Եսայիա մարգարեն ասում։ Ասում է, Ոզիայի մեռած տարին, թագավորի մեռած տարին, ասում է, ես Տիրոջ ձայնը լսեցի։ Եվ տեսա, ասում է, սերոբեներ, քերոբեներ, եւ Տիրոջը տեսա, ասում է, վեր բարձր տեղերում նստած, եւ մի ձայն էին լսում, որ Տերն ասում էր. «Ով ուղարկենք, ով կգնա մեր առջևից»։ Եվ արձագանք չկար։ Ով կգնա մեր առջևից, արձագանք չկար։ Գիտեք, որ մեր ժամանակների մեջ ամեն մարդ իր գործը ունի։ Մենք այնքան խիստ զբաղված ենք, մենք մեր գործը ունենք։ Ես այնքան ցավով եմ ապրում, այսօր շատ հովիվներ կան, որ ծառայությունները թողնում են բիզնեսներով են զբաղվում։ Շատ հովիվներ։ Աշխարհի ծառայողների, օծված ծառայողների 70%-ը անհաջող ծառայողներ են դուրս գալիս։ 70%-ը 100-ի 70-ը անհաջող են դուրս գալիս։ Մի քիչ ավելի հետո նորից դրանք կալադառնան։ Ես հովիվների եմ հանդիպել, որոնք հոգևոր ծառայությունը թողել են, սկսել են ֆիզիկական աշխատանքներ անել։ Ու ինձ սրտի մեջ այնքան ցավ ապրել, մարդիկ գնում են դժոխք, բայց ծառայողները այսօր գնում են իրենց բիզնեսների ետևից։ Գիտեք, ես ես մի հատ գաղտնիք ասեմ, իրանք չեն էլ հաջողվելու դրա մեջ։ Երբ որ հովիվը թողնում է իր ծառայությունը, օծված մարդը թողնում է իր ծառայությունը, գնում է բիզնեսների ետևից, ասեմ, իրանք չեն էլ հաջողվելու, թող գնա։ Ինչ ուզում անեն, իրանք օրվա հացն են բայնելու, վաստակելու։ Ինչի, որովհետև Աստված օրհնում է օծությունը։ Ինչ օծություն ունես, Աստծո մարդ։ Քո սրտի մեջ ինչ կրակ է վառվում Տիրոջ համար։ Տեր ասավ, ամեն իշխանություն ինձ տվեց, գնացեք ավետարանեք, գնացեք քարոզեցեք։ Մտնում ես, մտա Եվրոպա, լիքը քաղաքներում եղա, լիքը չէ, բայց մի քանի քաղաքներում եղա, եւ այդ բոլոր քաղաքներում օծված մարդկանց կարիք կար։ Ռուսաստանը նույն ձևի, այսօր օծված մարդկանց կարիք կա։ Լիքը հավատացյալներ կան, Աստծո սիրող մարդիկ կան, բայց առաջնորդներ չունեն։ Հիսուսը մի խոսք ասեց, աղոթեցեք ունցքի Տիրոջը, թող ունցքի համար մշակներ հանի։ Ով էր այդ ունցքի Տերը հետաքրքիր։ Ինքը։ Ասում աղոթեցեք, թող Աստված ունցքի համար մշակներ հանի։ Ուզում ասի, որ այդ տեսիլքը, այդ ծրագիրը վերցրեք նաև դուք ձեր վրա։ Մենք այսօրվա իմ խոսքի հիմնական մասը հետևյալն է. միանանք Աստծո ծրագրին կամ վերցնենք Աստծո սրտի բեռը մեզ վրա։ Ամեն տեղերում Աստված առանց եկեղեցի ոչ մի բան չի անում։ Առանց եկեղեցի ոչ մի բան չի անում։ Տերը որտեղ ինչ որ ուզում է անի, ինքը եկեղեցու միջոցով անում։ Իր ծառայողների միջոցով անում, որովհետև իր ձեռքը եկեղեցին է։ Գլուխը առանց մարմինի ինչ կարող անի։ Մարմինն առանց գլխի աննորմալ բաներ կարող անի։ Բայց գլուխը առանց մարմնի ինչ կարող անի։ Մենք Քրիստոսի մարմինն ենք։ Եվ գլուխը փոխանցում է մեզ այն ինչ որ մենք անելու ենք, եւ դա մենք իրականացնում ենք երկրի վրա։
ամենաառաջին նպատակը ծրագիրը, որ Աստված իրականացնում է այս երկրի վրա, ամենաառաջին նպատակն ու ծրագիրը, որ Աստված իրականացնում է այս երկրի վրա, իր եկեղեցու միջոցով դա հետևյալն է, որ ինքը ուզում է, որ բոլորը իմանան եւ ճանաչեն, որ կա կենդանի Աստված։ Գիտեք ինչի համար Աստծո նպատակն է, որ բոլորը իմանան, որ կա կենդանի Աստված, որ մենք անտեր չենք, որ մենք Տեր ունենք, որ մենք ստեղծող ունենք, որ մեզ փրկիչ ունենք, որ այդ ամենակարող Տերը փրկող է մեզ։ Մարդիկ այսօր չեն ճանաչում, որ Աստված ունեն եւ մեղավոր կյանքով ապրում են։ Բայց Աստծո նպատակը, որ բոլորս իմանան։ Դու կարող ես քո կողքինին ասես, դու գիտես, որ Աստված կա։ Մի հատ հարց ունի նա։ Ասա դու գիտես, որ Աստված կա։ Եթե Աստված կա, սա նշանակում է, որ մենք ամենակարող Տեր ունենք, մեզ համար մտածող, փրկիչ, զորավոր արքա ունենք։ Մենք կանտեր չենք, մենք վրըմտված չենք, մենք մի կողմ երեսից ձգված չենք, եւ սա պատճառը ամենառաջինը Աստծո նպատակը, որ բոլորը իմանան, որ Աստված կա եւ ճանաչեն նրան։ Որովհետեւ եթե Աստծուն չճանաչեն եւ չիմանան, մարդը ապրում է մեղավոր կյանքով եւ մտածում է, որ այս աշխարհի սատանան բոլորին նույն տեղն է տանելու։ Գերեզման։ Դրա համար մարդիկ ասում են, այ մարդ որ մեռանք, էլ ինչ դատու դատաստան, էլ ինչ հավիտենական կյանք։ Բայց երբ որ մարդը հասկանում է եւ հավատում է, որ Աստված կա, նա սկսում է մտածել այդ Աստծո մասին։ Դրա համար ամենաառաջին բանը, որ Աստված ուզում է այս աշխարհը իմանա, թող իմանա, որ Աստված կա։ Ու միջոցով է հայտնելու եկեղեցու։ Առաջին թագավորաց 17-րդ գլուխ 46-րդ համարի մեջ Դավիթը Պատանի Դավիթը հետևյալ բանն ասում, ասում թող բոլոր երկիրը իմանա, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Բոլոր երկիրը իմանա, այսինքն Աստծո նպատակն է, որ բոլոր երկիրը իմանա։ Պատկերացնում եք, Դավիթը պատանի է, բայց ինքը ուզում է, որ բոլոր երկիրը իմանա, որ ես ամենակարող Աստված ունեմ եւ Իսրայելը ամենակարող Աստված ունի։ Եզեկիա թագավորը Չորրորդ թագավորաց 10-19-ի մեջ հետևյալն ասում, ասում թող բոլոր թագավորությունները եւ բոլոր ազգերը իմանան, որ Իսրայելը Աստված ունի։ Ծնկումը աղոթում է, երբ որ Ասորստանը հարձակվել էր իր վրա, եւ ասում թող բոլոր ազգերը եւ բոլոր թագավորությունները իմանան, որ Իսրայելը Աստված ունի։ Թող բոլորը իմանան, որ եկեղեցին Աստված ունի։ Որովհետեւ Աստծո նպատակն է, որ եկեղեցին այս աշխարհին ներկայացնի իրան։ Ով է այդ ամենակարող Տերը, բոլորը պետք է իմանան մեր Աստծո մասին։ Դուք ասես ամեն, հալելույա։ Որովհետև ով կարա մեր հորը ներկայացնի, եթե ոչ մենք։ Ով կարա իր հորը ներկայացնի, եթե ոչ իրանից ծնվածը։ Մարդիկ ինչքան ուզում է ինձ ներկայացնեն, բայց ամենալավը կներկայացնի տան անդամը։ Մարդիկ ուղղակի մի բառ կարող են ասել, ես ինչ եկեղեցու հովիվն է, բայց դուք ավելի լավ կկարողանաք ներկայացնել, որովհետև ես ձեր եկեղեցու հովիվն եմ, եւ դուք ավելի ճիշտ կներկայացնեք։ Ով կարա մեր ամենակարող հորը ներկայացնի, եթե ոչ իր եկեղեցին։ Երկրորդ կարևոր բանը, որ Աստված ունի այդ նպատակը եւ ինքը ուզում է, որ եկեղեցին վերցնի այդ բեռը իր վրա, դա որ բոլոր մարդիկը փրկվեն։ Ամբողջ Եվրոպան, նաև ասեմ Ռուսաստանը, այսօր շատ տեղերում այս վարդապետությունն է, տարածվում, շատ արագ է տարածվում։ Ես ընդեղ էլ հանդիպեցի մարդկանց, ելի նույն կարծիքները ունեին, որ մարդը իր փրկությունը չի կարող կորցնի, եթե Աստված քեզ կանչել է կփրկվես, եթե չի կանչել չես փրկվի, ինչքան ուզում է եկեղեցին։ Եվ այս վարդապետությունը շատ արագ տարածվում է, եւ մարդիկ ապահովությամբ ապրում են, դե եթե Տերը ծրագրել է կփրկվեմ, եթե չի ծրագրել, ուրեմն չեմ փրկվելու։ Ասում եմ, բա մեկ էլ ինչի մարենք քարոզում, եթե Աստված ասա գործերն անեն։ Եթե Տերը որոշել է, որ այս մարդը դժոխք գնա, բայց ինչի մարեմ գնում ես երկրից են երկիր քարոզեմ, ջանք եմ դնեմ, եռանդեմ դնեմ, ընտանիք եմ թողեմ, ֆինանսներ եմ ծախսեմ, որ այդ մարդկանց քարոզեմ, Տերն էլ ասում է, դե քարոզում ես քարոզում, եկա ես ինձ դժոխք եմ տալու։ Այսինքն ասում եմ, ինչ կարելի է հասկանալ, բայց սու գրքի մեջ, ուրեմն ես ուզում եմ Տիրոջ համարից ասեմ, խոսքերից ասեմ, առաջին Տիմոթեոս 2-րդ գլուխ 4-րդ խոսքի մեջ գրված է Աստծո կամքն է, որ բոլորը փրկվեն։ Ախտիր, Աստված կամենում է, որ բոլորը փրկվեն։ Այսինքն մենք ամեն ինչ անելու ենք, ջան, եռան, եկեղեցի երկու կարևոր բան ունի, որ երկրի վրա պետք է անի։ Մեկը պետք է ներկայացնի իր ամենակարող Աստծուն, որ բոլորը ճանաչեն ու իմանան, որ Աստված կա,
Եվ երկրորդը պետք է բարեխոսի, վկայի, որպեսզի բոլոր մարդիկը փրկվեն։ Սա մեր գործն է։ Դուք ասես ամեն։ Որովհետև եթե այս ծառայությունը եկեղեցին չանի, որևէ մեկը չի կարող այս ծառայությունը անել։ Աստծո ժողովուրդ։ Դրա համար իմ սրտի մեջ մի հատ ցավ կա, որ եկեղեցին պետք է լինի իր միսիայի մեջ։ Եկեղեցու առաջնորդները, օծյանները պետք է ամենուրեք վկայեն, քարոզեն։ Ես չեմ զարմանա, որ Աստված եկեղեցու հովիվների շատ օրհնի։ Դաժե ուրախանա, որ շատ օրհնվեն։ Որ մյուսներն էլ ասեն, Երանի մենք էլ եզև ծառայեն, մենք էլ օրհնվենք։ Ու թող ջանք անեն ծառայեն։ Զատո 10 հոգու կարա փրկեն, 10 հոգի դժոխ չի գնա։ Ես շատ ծանր եմ տանում հովիվների հանդիպեցի, երբ որ խոսացին, ասում եմ, երբ որ մի հովվի ասեցի, որ այս քաղաքի մեջ ուզում եմ եկեղեցի բարձրացնել, ասում եմ, շատ ծանր տան։ Ասում եմ, ինչի՞ այդ քաղաք է հովվում, հա։ Այդ քաղաքի մեջ ընդամենը 5 մարդ կա, այդ էլ գնում է հովվի տուն, եկեղեցի։ Ինչ ենք մենք ծանր տանում, երբ որ մեր քաղաքի մեջ եկեղեցիներ են ծնվում, մենք պետք է աղոթենք, որ մեր քաղաքի մեջ լիքը եկեղեցիներ ծնվեն։ Հայկական եկեղեցիներ թող ծնվեն, լիքը եկեղեցիներ թող բարձրանան։ Թող եթե մի եկեղեցի ծնվում է ավետարանի խոսքից, թող ծնվի ավետարանի խոսքից։ Դա նույնն է, որ մայրերը նախանձեն մյուսներին, ասեն, չէ, մենակ մենք ենք երեխա ունենալու, մյուսները թող չունենան։ Ընդհակառակը եկեղեցին պետք է ուրախանա, որ այս աշխարհի մեջ նոր եկեղեցիներ են ծնունդ դառնում։ Եվ երբեք մենք ծանր չենք տանելու, որ մեր քաղաքի մեջ նոր եկեղեցիներ կսկսեն ծնունդ դառնել։ Ընդհակառակը մենք ամեն անգամ ամեն շաբաթ աղոթում ենք, որ մեր քաղաքի մեջ նոր եկեղեցիներ բարձրանան, եւ Տերը նոր եկեղեցիներ թող օրհնի։ Թող նոր օծյալներ բարձրանան, սուրբ ոգով, զորությունով, կրակով լեցուն։ Այո, թող այս եկեղեցուց ավելի մեծ եկեղեցիներ բարձրանան։ Ամեն։ Մի քիչ դժվար է չի ասեմ ամեն։ Թող լինի, բայց ոչ մեր եկեղեցուց մեծ։ Ոչ, թող մեր եկեղեցուց ավելի հզոր եկեղեցիներ ծնվեն։ Աստծո կամքն է, որ բոլոր մարդիկը փրկվեն։ Եթե իմ հայրը ուրախանում է, որ մարդիկ փրկվեն, ինչի՞ իմ սիրտը չուրախանա, որ մարդիկ փրկվեն։ Եկեք կարողանամ, դու չես կարող ամբողջ աշխարհին փրկես, բայց դու կարող ես ինչ որ մեկի աշխարհը փրկես։ Փրկի այդ մարդու ներաշխարհը։ Եվ այդ մարդն է ուրիշներին փրկության պատճառ կլինի։ Դու քանի հոգու կարաս վկայես ու քարոզես, քանի հոգու կարաս փրկես, մեկ հոգու Փարտիրոջ աղոթի, ես համոզված եմ, որ եղբոր աղջիկը չէր պատկերացնի, որ ես կարամ ժամանակներ հետո քարոզի տղա դնեմ, ուրիշ երկրներում քարոզեմ, ինքը ինձ ուղղակի տարավ եկեղեցի, բայց այսօր թող ինքը առատորեն ալտնվի իր ընտանիքի հետ միասին։ Դու կարաս մի հոգու փրկես, որը կարա շատերին փրկի։ Դու կասես ամեն։ Ստեփանոսը մի հոգու փրկեց իր քարոզչությունով, նրա անունը Սողոս էր։ Բայց Սողոսը ամբողջ Ասիան ավետարանով լցրեց եւ նա դարձավ Պողոս։ Դու կարաս մի հոգու, բայց այդ մի հոգի կարա հազարների։ Ինչ որ մեկը վկայեց ու քարոզեց այս քաղաքի մեջ, այս երկրի մեջ, մի հոգի եւ այդ մեկ հոգին սկսեց ավետարանել եւ այսօր նրա շնորհիվ ինչքան եկեղեցիներ կան, Վարանայևի շնորհիվ, ինչքան եկեղեցիներ կան այսօր այս երկրի մեջ։ Եվ Տիրոջը դրա համար մենք փառք ենք տալի։ Դրա համար քանի հոգու կարաս դու վկայես, վկայի թող մարդիկ փրկվեն։ Երրորդը Աստծո կամքն ու ծրագիրն է, որ սիրեն Աստծուն եւ երկրպագեն իրեն։ Գիտեք, երբ որ այս համարը ուսումնասիրում էին, ոնց որ Աստված ինքը կենտրոնացնի մարդկությանը իր վրա, չէ՞, որ ինձ սիրեք, մենակ ինձ երկրպագեք, ասենք ոնց որ հազար ներողություն, ոնց որ եսակենտրոնացման ինչ-որ մի հատ բան լինի, մենակ ինձ երկրպագեք, մենակ ինձ սիրեք, բայց երբ որ ես սկսեցի ուսումնասիրել, մի հետաքրքիր բան հասկացա։ Գիտես, երբ որ դու սկսում ես Աստծուն սիրել, ում ինչ չափով որ սիրում ես, տոկոսներն ավելանում է։ Եթե դու կողքին սիրում ես 20%, եթե Աստծուն շատ ես սիրում, նրան սկսում ես սիրել 40%։ Եթե դու ծնողին սիրում ես 80%, քու կյանքի միակ ազնվորությունն է քու ծնողը, բայց 80% անոց է խոսերը։ Երբ որ Աստծուն սկսում ես ավելի սիրել, քու ծնողին սկսում ես սիրել 90%։ Տեսեք, երբ որ մենք Աստծուն սկսում ենք սիրել, աշխարհը մեզ համար դառնում է ուրիշ ձև եւ մենք սկսում ենք ավելի սիրել աշխարհը։ Ոչ թե աշխարհը մեղքը նկատի ունեմ, այլ մնացած բաներ։ Երբ որ ես ապաշխարեցի, Տիրոջը շատ էի սիրում, ապաշխարեցի, գիտեք, սկսեցի բնությունը սիրել, կանաչ գույնը սկսեցի գնահատել։ Ասում եմ, ես ինչ հետաքրքիր է, սարերը կանաչ են, միշտ էլ Վանաձորը կանաչ է եղել։
Բայց ես նոր էի նկատում, գիտեք պատճառը ի՞նչն է, որովհետև ես սկսեցի սիրել Աստծուն, եւ այս սերը ինչ որ քո մեջ կա, Աստված սկսում է դա ավելացնել։ Եթե դու Աստծուն սկսում ես սիրել, դու քո կողակցի մի քանի տոկոս սկսում է քո սերը ավելանալ նրա նկատմամբ։ Դու կասես ամեն։ Ու հասկացա, որ Աստծուն կարելի ավելի շատ սիրել։ Ինչքան շատ սիրես Աստծուն, այնքան քո սիրո չափը սկսում ավելանալ։ Դու կասես դա ինչի՞ց է, որովհետև սիրո ակունքը սկսում է ապրել քո մեջ ու սկսում է քեզանից վերարտադրվել։ Սերը վերարտադրվում։ Դրա համար մարդիկ երբ որ քեզ հանդիպում են, հասկանում են, որ հանդիպել է սիրո ակունքի։ Հալելույա։ Ամեն։ Ինչ դժվար եք ասում, մտածում եք իմ ասացի մասին։ Լավ էլ ասում ես։ Լավ էլ ասում եմ, Փարթիրոջը գնանք առաջ։ Երկրորդը, ինչի Տեր ասում է, որ մենակ իրան երկրպագեն։ Հանկարծ Սատանան եկավ հայտնվեց Հիսուսի կյանքի մեջ, ասեց, եթե դու ինձ երկրպագես, այս ամեն ինչ որ տեսնում ես, ամենը քեզ են տալու, որովհետև դա ինձ հատարված։ Երկրպագեն։ Սատանայի նպատակը, որպեսզի Քրիստոսից մարդկությունից վերցնի երկրպագությունը, մարդուց վերցնել էր երկրպագությունը, ուզում էր Աստծո որդուց էլ վերցնի երկրպագությունը, բայց Հիսուսը հետևյալ բանն ասեց. մի կոմանցի Սատանա հետևս անցի, որովհետև գրված է, որ միայն քո Տեր Աստծուն կերկրպագես։ Եվ մտածում ես, ինչի միայն նրան երկրպագես։ Ինչի՞ երկրպագեն Մուհամեդին, նրան որոշ չաստվածների։ Տերն ասում է, միայն գրված է, որ ինձ երկրպագություն անես։ Ու միանգամից մի բան ես կարողանում հասկանալ, որ երբ որ դու Աստծուն սկսում ես երկրպագություն անել, Աստված գալիս է քո կյանքի մեջ, իսկ ինչքան նրա երկրպագությունը թանձր է, այնքան նրա ներկայությունը քո կյանքի մեջ ավելին է, իսկ ինչքան նրա ներկայությունը քո կյանքի մեջ ավելին է, այնքան խնդիրները, դժվարությունները, խնդիրները սկսում են քեզանից հեռանալ։ Որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ Տիրոջ բնակությունը Աստծո երկրպագության մեջ է, Իսրայելի երկրպագության մեջ է։ Երբ որ Իսրայելը Տիրոջը սկսում է ավելի երկրպագել, Աստծո ներկայությունը ավելի է թանձրանում, իսկ ինչքան թանձր է նրա ներկայությունը, այնքան սկսում են մեր կյանքից բացակայել սխալները, մեղքերը, խնդիրները եւ խնդիրները։ Կարող են Տիրոջ ավելի երկրպագություն անել։ Եկեք երկրպագություն անենք ավելի, թող նրա ներկայությունը ավելի թանձրանա մեզ վրա։ Եվ սա է պատճառը, որ Մատթեոս ավետարան 22-րդ գլուխ 37-րդ խոսքի մեջ Հիսուսը հետևյալ բանն ասեց. Սիրիր քո Տեր Աստծուն ամեն բանից առավել։ Սիրիր քո Տեր Աստծուն։ Երբ որ դու ինչ-որ մեկին Աստծուն շատ ես սիրում, ես քեզ ասեմ, քո սիրո ամբողջ գաղափարը խախտված է եւ այդ սանդղակներն են խախտված։ Եթե դու Աստծուց ինչ-որ մեկին կամ երեխա, կամ առարկա, կամ տուն, կամ չգիտեմ ինչ, եթե ավելին ես սիրում, քո ամբողջ կյանքը խախտված է, սիրող կյանքը։ Բայց երբ որ Աստված գալիս է դառնում առաջինը, այն մնացածը այնքան սիրուն ու ավելի սանդղակներ ավելի բարձր է լինում։ Եվ դրա համար կոչ եմ անում բոլոր լսողներին։ Եկեք Աստծուն ավելի շատ սիրենք եւ ավելի շատ երկրպագենք նրան, որպեսզի նրա ներկայությունը թող հերվի մեր կյանքի մեջ։ Աստծո երկրորդ նպատակը որ ամբողջ երկրի մարդիկը փրկվեն։ Երրորդ նպատակը, որ Աստծուն սիրեն եւ միայն նրան երկրպագություն անեն, դուք ասես ամեն։ Չորրորդը, որն Աստծո բեռը, որ Աստված ուզում է, որ մենք էլ վերցնենք, որ ինքը լինի առաջինը մարդու կյանքի մեջ։ Կողոսացիներից մեջ հենց այդպես է գրված է։ Կողոսացից 1:18-ի մեջ էսպես ասում։ Եվ նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը, որպեսզի ամեն բանի մեջ նա լինի առաջինը, այս մի հավանի մեջ 4 անգամ խոսում է առավելագույնի, առաջնայինի մասին։ Տեսեք, ինչ ասում։ Նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, ոչ թե պոչը, այլ գլուխը, հաջորդը։ Նա է սկիզբը, ոչ թե վերջը, նա է սկիզբը, շարունակությունը։ Մեռելների անդրանիկը, ոչ թե հետինը, այլ անդրանիկը։ Տեսեք։ Եվ չորրորդը, որ ուշադրություն են դարձնում, ասում է, որպեսզի ամեն բանի մեջ նա լինի առաջինը, ոչ թե երկրորդը կամ վերջինը, առաջինը։ Այսինքն 4, այս մի համարի մեջ 4 անգամ Պողոս առաքյալը Կողոսացիներից թղթի մեջ հետևյալն անում։ Ասում է նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, հետո ասում է սկիզբը, հետո ասում է անդրանիկը, հետո ասում է առաջինը։ Այսինքն Տերը պետք է մեր կյանքի մեջ լինի անդրանիկը, գլուխը, առաջինը, սկիզբը։
Ամենա բարձր սանդղակի վրա նախաստված, հետո նոր մնացածը կտեղավորեն։ Երբ որ Աստված մեր կյանքի մեջ առաջինն է, այն մնացածը մեր կյանքի մեջ իր տեղը կգտնի։ Երբ որ Աստված մեր կյանքի մեջ առաջինը չի, ինչ որ խախտումներ կա, մեր կյանքի մեջ մենք միշտ խնդիրներ ենք ունենալու։ Խախտված ալինում եւ մեր Աստված պաշտությունը եւ մեր ապրած կյանքը։ Դրա համար Աստված թող միշտ քրիստոնյաներիս կյանքի մեջ լինի առաջինը։ Դուք ասես ամեն։ Եթե առաջինն է ինքը, ուրեմն ամեն ինչ մեր կյանքի մեջ կարա լինի իր տեղում, բայց եթե ինքը առաջինը չի, մեր կյանքը ամբողջությամբ խախտված է։ Այս 4 կարևոր բանը, որ Աստված ուզում է, որ մեր կյանքի մեջ երևա ու լինի, ամենաառաջինը, եկեք իրար հետ միած շատ արագ ասենք, որ բոլոր մարդիկ իմանան ու ճանաչեն, որ մեկ Աստված կա։ Ամենակարևորը բոլորը իմանան, որ որևէ մեկը չմտածի, որ իր համար հույս չկա, ելք չկա։ Եթե Աստված կա, ինձ համար ամեն բան հնարավոր է։ Երկրորդը, որ այն Աստվածը, որը որ գոյություն ունի, եւ ոչ թե ինքը գոյություն ունի, այլ ինքն է հենց գոյությունը, երկրորդ կարևոր բանը, որ ինքը ուզում է, որ բոլոր մարդիկը փրկվեն։ Չկա մի մարդ, որ Աստված չուզենա այդ մարդը փրկվի։ Ես չգիտեմ դու գիտես, բարեկամներից, հարազատներից, մտերիմներից, ընկերներից, որ դու մտածում ես, որ այդ մարդու համար ելք չկա, հույս չկա։ Ես քեզ հետեւյալ խոսք եմ ասում, որ գիտես ասում եմ, որ Աստծո կամքն է բոլոր, հատուկ անուն չի տալի, բացի սրանից։ Բոլոր մարդիկը փրկվեն։ Երրորդ կարևոր բանը, որ նկատում ենք, որ Աստված ուզում է մեզ էլ բեռնավորի իր այդ սարտի բեռներով, այդ ծանրություններով, որ մենք էլ վարակվենք իրանով, դա հետևյալն է, որ ինքը ուզում է, որ բոլորը ամենառաջինը սիրեն իրան ու երկրպագեն իրան։ Եթե մենք այդ Աստվածային սերը, երկրպագությունը մեր կյանքի մեջ առաջնային տեղն են գրավում, մեր կյանքը ամենաբարձր տեղերում է լինում։ Եկեք ինչքան հնարավոր է Աստծո այդ բեռը վերցնենք մեր ուսերի վրա, եւ չորրորդը, որ ամենավերջինն է այս կետերի մեջ, ամեն մարդու կյանքի մեջ Աստված թող միշտ լինի առաջինը։ Քո կյանքի մեջ է թող լինի առաջինը։ Գիտես, եթե քո կյանքի մեջ առաջինը չեղավ, իմ կյանքի մեջ առաջինը չեղավ, եթե ինչ որ բան եղավ մեր կյանքի մեջ առաջինը ու դա կորցրեցինք, մեր ամբողջ կյանքը խախտվում է։ Որովհետև եթե մարդու կյանքի մեջ մեքենան է, առաջինը, եւ հանկարծ մեքենային մի բան պատահեց, ուրեմն կյանքին մի բան պատահեց, մեռավ այդ մարդը։ Կամ տանը, կամ իրին, կամ չգիտեմ, կամ ազնվորությանը, այդ մարդը չի ուզում աղոթի, չի ուզում եկեղեցի գնա, գիտեք ինչի, որովհետև առաջինը վնասվել է։ Այդ մարդը, որ միշտ ասում էր Հիսուս, հիմա իր կյանքի մեջ խախտում է մտել, ինչի, որովհետև իրան թվում էր, որ Հիսուսն է, բայց այն ինչ Հիսուսը չէր, ինչ որ բան էր։ Քանի մարդիկ եք տեսել, որ իր կյանքի մեջ ձախողում է եղել, այլ եկեղեցի չի գալ։ Բա որ Աստված կար բախին կյանքի մեջ, զարմանում ես, բայց ի՞նչ կապ ունի։ Աստվածաններ չնելու եք ու կյանքի այդ դժվարությունը։ Բա պետք է ներեն։ Հալելույա։ Աստված իր նպատակը իրականացնում է իր եկեղեցու միջոցով։ Ինչ նպատակ ունի Աստված ներկայացնում է իր եկեղեցու միջոցով։ Ընտանիքի գլուխը, տղամարդը, իր նպատակը ներկայացնում է իր ընտանիքի միջոցով։ Գլուխը մտածում է ինչ կարելի անել, կիսվում է մարմնի հետ, մարմինը միանում է գլխին եւ անում են այն, ինչ որ իրանք իրագործում են։ Նույնը կատարվում է ընտանիքի մեջ, նույնը կատարվում է եկեղեցու մեջ։ Մեր օրերի մեջ ավելի շատ մարդիկ են ապաշխարում, քան բոլոր դարերում։ Մեր օրերի մեջ ավելի շատ մարդ ապաշխարում, քան մնացած բոլոր դարերում, որովհետև եկեղեցին վերցնում է Աստծո լուծը եւ բեռը։ Եկեղեցի, եթե մենք անենք այն, ինչ որ Աստված ուզում է, հավատացնում եմ մեր կյանքի մեջ լիքը օրհնություններ կգան։ Ուելսի արտնության ժամանակ Մեծ Բրիտանիայում Ուելսը, երբ որ արտնություն է բռնկում այդ քաղաքում, այդ արտնության ժամանակ երկու կարիք է զգացվում։ Երկու կարիք։ Մեկը լիդերների պակասություն է զգացվում։ Գիտեք ինչ է նշանակում արտնություն, որ մարդիկ գալիս են եկեղեցու չգիտեն ինչի։ Արտնությունը, մենք աղոթում ենք, Տեր արտնություն թող բռնկվի, ուզում եմ իմանամ, եթե մարդիկ գան եկեղեցի, մենք կկարողանանք ապահովենք այդ մարդկանց հոգեպես, թե չէ։ Ես շատ անգամներ բացահայտել եմ, քարոզները լինում են այս ուղղությամբ, հետո ինձ մեկ էլ հանկարծ մի հատ հարց են տալիս, լրիվ իմ քարոզին հակառակ։ Գիտեք, այդ մարդը ինտերնետից ինչ-որ մեկի քարոզից բան է լսել, հարց են տալիս,
ասում են օրինակ եմ ասել, բա այս տնտեսը ինչ կապ ունի, զարմանում ես, ասես այ մարդ, տեսեք, որ առաջ ես ուրիշ բան քարոզեցի, ես դրա մասին ասեցի դա ինչ է, հմիկ ուրիշ բան, բա հմիկ, այս մարդիկ ասում են մատաղան են, բա մենք, զարմանում ես, ասում ես մարդիկ, ժամանակներ առաջ ես դրա մասին քարոզ տվեցի և բացատրեցի մատաղն ինչ է, բայց մարդիկ ուրիշ քարոզիչների են լսում և այդ քարոզների հիմա վրա սկսում են վարդապետություններ, անցյալի քարոզներից ելնելով, բայց բոլոր ժամանակներում մի հատ խորհուրդ ունեմ ձեզ տալու, այն ինչ որ սովորեցվում է, եկեղեցին պետք է կարողանա դա վերցնի։ Եվ սրա պատճառով, երբ որ Ուելսում մեծ արտություն եղավ, մարդիկ լցվեցին եկեղեցիներ։ Եվ գիտեք եկեղեցիներում ինչի պակաս ստացվեց, առաջինը լիդերների։ Երկրորդը, որ ինչի պակաս զգացվեց, բանիմաց եւ օծված լիդերների։ Մեկը չկային ծառայողներ, երկրորդը չկային բանիմաց ծառայողներ։ Արտությունը եկավ, մարդիկ եկան լցվեցին եկեղեցի, բայց կրթություն չկար, դաստիարակություն չկար։ Ուելսի արտության ժամանակ, երբ որ ուսումնասիրեք Ուելսի արտությունը, զարմանալի մի բան է կատարվում։ Մարդիկ գնում են դեպի այդ եկեղեցի եւ կանգնացնում են, ասում են ուր եք գնում։ Տեսնում են մի եկեղեցի, որ այրվում է։ Եվ զանգում են հրշեջներին, որ շտապեք, այստեղ մի հատ եկեղեցի կա, այրվում է, բայց իրականության մեջ ոչ թե դա այրվում էր, այլ Սուրբ Հոգու կրակների չել այդ շենքի վրա։ Ու մարդիկ ասում են, դուր եք գնում, ասում են, մենք չգիտենք, բայց մի ուժ մեզ տանում այս եկեղեցի։ Մարդիկ գալիս են Տիրոջը ընդունում, ապաշխարում, փրկվում, բայց լիդերներ չկա, որ իրաստիություն անեն։ 1990-ականներին մեծ արտություն եղավ Հայաստանում։ Ես չգիտեմ, ովքեր են այդ ժամանակ ապաշխարել, ովքեր չէ, ես էլ եմ 90-ականների ապաշխարած եմ։ Մարդիկ բոլորը գնում էին եկեղեցու։ Ինչու՞։ Գիտեք, այն ժամանակ շատ գրագետ ուժեղ քարոզներ չկային, շատ ուժեղ երաժշտություն ու եսիմինչ չկային, բայց մարդիկ գնում էին եկեղեցի, գնում էին որպեսզի քարոզ լսեն, խոսք լսեն, բայց գիտեք ինչի դեֆիցիտ էր, լիդերների։ Գիտեք, եթե մեր օրերի մեջ էլ մեծ արտություն կա, ինչի դեֆիցիտ է լինելու, էլի լիդերների։ Ես ասում եմ, Եվրոպայում եկեղեցի եմ գնացել, որտեղ ժողովուրդ կային, բայց հովիվ չկար։ Ժողովուրդը հավաքված, հովիվ չկա, ով ինչից ուզում է խոսում է, քարոզ են տալիս, դուք ասես հասցենտուր ես գնամ, մեծ սիրով, ժողովուրդ կա, բայց հովիվ չկա, շատ ծանր է, ուրեմն, ես ասեցի, որ աշխարհում 70% առաջնորդներ ձախողվում են, ինչն է պատճառը, որ ձախողվում են, քանի որ այսօր հիմնականում խոսում է Տիրոջ սրտի բեռի մասին, ուզում եմ սրա վրա մի փոքր ուշադրություն դարձնենք։ Ինչքան ցավալի է 100%-ի 70-ը ձախողվում է։ Այսինքն սա նշանակում է, որ ընդամենը 30%-ն է, որ հաջողության է հասնում լիդերներից։ Մեր շրջապատում են կարող է դուք իմանաք ինչ-որ հովիվների, ինչ-որ լիդերների, որոնք որ ձախողվել են իրենց կյանքի մեջ։ 70%-ը ամբողջ աշխարհում ձախողվում է։ Առաջինը Ինչն է պատճառը, որ այդ մարդիկ ձախողվում են, այսինքն անկում են ունենում։ Առաջինը հոգևոր վիճակի պատճառով, մեղքերի, սխալների, ոչ Աստծո հետ ճիշտ հաղորդակցության, գիտեք, հոգևոր մարդու կյանքի մեջ կլինեն սխալներ, անկումներ, ջարդվածություններ, վիրավորվածություններ, կրվող մարդը միշտ վիրավորվում է։ Եթե մեկը պատերազմի դաշտում է, նա կվիրավորվի։ Չի մեռնի, բայց կվիրավորվի։ Սա դու մեղավոր չես, որ դու վիրավորվում ես, որովհետև դու պատերազմի մեջ ես։ Բայց դու մեղավոր ես, որ դու վիրավորվելուց հետո նախընտրում ես մեռնել, քան վեր կենալ եւ պատերազմել։ Տիրոջ անունով քեզ միշտ խորհուրդ եմ տալի։ Ինչքան ուզում ես սայթակես ընկնես, վեր կաց կանգնիր ոտքերիդ վրա եւ նայիր առաջ, շարժվիր առաջ, որովհետև Տերը մեզ կանչել է, որ մենք մեծ միսիա ունենք այս երկրի վրա կատարելու։ Մեզ համար, քրիստոնյայի համար ամենահեշտ բանը դա մահն է։ Բայց մենք այդքան հեշտ չենք մեռնելու։ Մենք Աստծո թագավորությունն ենք կառուցելու այս երկրի վրա։ Մենք փոխելու ենք ինչ-որ մեկի աշխարհը, որ ինչ-որ մեկը փոխի որոշների ներքնաշխարհը։ Սա Աստված մեզանից պահանջում է եւ մենք դա անելու ենք։ Ինչ-որ մեկը ազդեց քո վրա եւ դու էլ ազդելու ես մեկ ուրիշների վրա։
Դուք ասես ամեն։ Այսինքն փրկությունը մեզանով չի ավարտվում։ Փրկությունը մեզանից պետք է շարունակվի։ Մենք պետք է փրկությունը փոխանցողներ լինենք, տանողներ լինենք, որ շատերը փրկվեն մեր միջոցով։ Լիդերների անկման պատճառներից ամենաառաջինը դա հոգևոր վիճակ, այսինքն Տիրոջ հետ քիչ հաղորդակցություն ունենալը։ Երկրորդը ընտանեկան ոչ ճիշտ հարաբերությունների պատճառը։ Այստեղ եւ ընտանեկան ոչ ճիշտ հարաբերությունները եւ երկրորդի վրա ոչ ճիշտ ընտրությունները։ Որ նրանք ովքեր որ գիտեն որ իրանք ովքեր են, ինչ ձևի ծառայողներ են, ես միշտ այդ մարդկանց խորհուրդ եմ տալի որ ճիշտ կլինի որ ծառայողները առողջ ծառայողներ ուզեն, որպեսզի երկուսով կարողանան Տիրոջը ծառայել։ Եթե քո տեսիլքը, քո նպատակը ունենաս 5 երեխա ու տանը նստես, ես քեզ ասեմ նորմալ է որ դու իրան ուզես։ Որովհետև ինքն էլ է ձևի տեսիլք ունի, մենակ ինքը 6-ն է ուզում, ոչինչ։ 5-ը 6-ը կլինի կստացվի։ Բայց եթե քո նպատակն է, որ դու ընտանիք կազմես, որպեսզի կարողանաս Տիրոջ թագավորությունը երկրի վրա կառուցես, ունենաս 1-ը, 2-ը, 5-ը, 10-ը, քո նպատակը Աստծո թագավորությունը երկրի վրա կառուցելն է, այսինքն շատերի փրկության պատճառ լինես, ընտրի այնպիսի անձնավորության, որին դեր է նույն տեսիլքը ունենա։ Ոչ թե իր նպատակը ու տեսիլքը մենակ լինի, տուն, մի քիչ ավելի մեծ, մի քիչ մեծ, ու անընդհատ մեծ։ Եվ ոչ ճիշտ ընտանեկան փոխհարաբերությունների պատճառով, երկրորդը որ շատ լիդերներ կորցնում են իրենց ծառայությունը։ Որովհետև ընտանիքի մեջ կոնֆլիկտներ, խնդիրներ, պրոբլեմներ, կողակիցի կողմից ու ամենաուժեղ ջարդող բանը հովին դա իրան կողակիցն է։ Դրա համար խորհուրդ եմ տալի նրանք ովքեր որ օծություն ունեն, թող այնպիսի ընտրություն կատարեն, որ իրանց կողակիցները իրանց օգնեն, որ իրանք լուրջ ծառայություններ անեն։ Դուք ասես ամեն։ Սա դժվար բան է, ինչի մասին որ ես խոսում եմ։ Դուք ասես այ ախպեր, բա որտեղից է ձևի աղջիկ ճարեն։ Ախպերից ճարեն։ Խորհրդակցեք այդ ճանապարհով անցնողներից։ Ինչ ձևի ընտրություն կարելի է կատարել։ Եթե դու լավ ծառայող մարդ ես, շատ մարդիկ լավ երգիչներ են, լավ երաժիշտներ են, որ կարող են մեծ բեմերի վրա Տիրոջը ներկայացնեն։ Ամուսնանում են այդ ձևի մեկի հետ, որ ընդհանրապես այդ ձևի բաներ չի սիրում։ Երաժշտությունից ինքը վարժը չի հասկանում, ինքը բեն Աստված հասկացողությունը չի տեսնում, Աստծո թագավորությունից էլ ինքը հեռու։ Գիտեք, այդ մարդկանց ծառայությունը մարում է։ Հետո գալիս են գլուխները կա, Հովիվ ջան, մի հատ բան խնդրեմ ինձ համար կաղոթես, թող ինչ եմ աղոթի, ինչի համար աղոթեմ, աղոթի իմ ամուսինը չի թողնում, եթե լավ էլ անում է, որ չի թողնում, ուրեմն քեզ հետ է հասնում, որ չի թողնում։ Երկրորդը, առաջինը ոչ ճիշտ փոխհարաբերություն Աստծո հետ, որովհետև կորցրել է փոխհարաբերությունը, կորցնում է օծությունը։ Երկրորդը, ընտանեկան պրոբլեմների, խնդիրների պատճառով թողնում է ծառայությունը։ Ու այլևս չի ուզում ծառայել, որովհետև ընտանիքը չի կարողանում պահել։ Ես մի քանի օր առաջ դες հոգևոր մարդկանց հետ էի խոսում, ասում եմ լսեք Պողոս Առաքյալը ինչ ասում։ Ասում է մեծ բան է, որ ես ձեզ փրկության ավետարանն եմ քարոզում, դուք փրկվում եք, բայց այդ ձեզանից մարմնավոր բան հնձեմ։ Հոգևորը դուք ինձանից հնձում եք ու կյանք եք ունենում։ Եթե ես ձեզանից մարմնավորը հնձեմ, դա մեծ բան է։ Շատ մարդիկ պատրաստ են հովիվները թող ծառայեն առավոտից իրիկուն, բայց թող գնան աշխատեն ու գան ծառայեն։ Հովիվները թող մեզ համար էս անեն, բայց չեն ուզում հովիվները որ հաջողվեն, օրհնվեն։ Լսեք Աստծո մարդիկ, ընդհակառակը մենք պետք է օրհնությունը զգանք, երբ որ մեր հովիվները լավ են ապրում, լավ են զգում, մենք պետք է օրհնված լինենք։ Ինչ է նշանակում տան տղամարդը ամբողջ օր աշխատի, բայց միշտ հին շորեր հագնի, բայց երեխաները լավ շորեր հագնեն։ Ես ասեմ, այդ ընտանիքի մեջ եսակենտրոնություն կա։ Բոլորն ուզում են իրանց ամուսինը, իրանց տղամարդը ամբողջ օրը բանի, բայց ինքը միշտ լինի սոված եւ իր մեկությունը չծածկած։ Այդ ձևի ընտանիքի մեջ դժվար է այդ ձևի տղամարդի համար ապրելը։ Մենք պետք է դառնանք օրհնության պատճառ։ Այո, եթե հովիվներ կան, որ մենք կարանք օրհնություն դառնանք, որ այդ հովիվները հաջողվեն երկրի վրա, մենք պետք է օրհնության պատճառ լինենք, որ իրանք հաջողվեն։ Դուք ասես ամեն, թե չէ։ Դրա համար Պողոս Առաքյալն ասում է, միթե մեծ բան է, որ ձեր մեջ հոգևորն են ցանում, ձեզանից մարմնավոր բան հնձել։
Պողոս Սարաքյանը դա նկատում էր, որ եկեղեցիները ուզում էին Պողոսի ծառայությունը, բայց չէին ուզում Պողոսի ինչ որ մի բանով հաղորդակից լինել, եւ Պողոս Սարաքյանն ասում է. դուք ինձ անգամ հաղորդություն չտվեցիք, բայց եկեղեցիներ կային, իմ դժվարության ժամանակ իրենց ձեռքը մեկնեցին, հարթիլոջը, որ մեր եկեղեցու մեջ այդ հարցը լուծված է։ Բայց ես գիտեմ, որ շատերը ինձ կլսեն, թող իրանք են իմանան, որ միշտ հովիվները պետք է եկեղեցու հաշվին օրհնվեն, եւ ես միշտ մի բան եմ հասկանում. երբեք հովիվը ինքը իրեն չի պաշտպանելու։ Հովին պաշտպանողները պետք է լինի եկեղեցին։ Եկեղեցին երբեք ինքը իրեն չի պաշտպանելու։ Եկեղեցուն պաշտպանելու է հովիվը։ Այսինքն հովիվը պետք է լինի օրհնության պատճառ եկեղեցու համար, եւ եկեղեցին պետք է լինի օրհնության պատճառ հովվի համար։ Սա է պատճառը, որ շատ տեղերում եկեղեցիներ կան, ժողովուրդներ կան, բայց հովիվներ չկան։ Գիտեք ինչի, որովհետև հովիվներին սովորացրել են, կգնաս առավոտից մինչև իրիկուն կաշխատես, հետո կգաս մեզ կծառայես։ Հովիվն էլ առավոտը գնում աշխատանքի, վաղ տալինում եկեղեցի չի լինում, որովհետև ինքը ընտանիքի համար հոգս ունի անելու։ Ընդհակառակը մենք պետք է կարողանանք նպաստենք, որ այս աշխարհի մեջ ավետարանը քարոզվի։ Կուզենայի շատ էս ուղղությամբ խոսամ, բայց չեմ խոսա, որովհետև որոշները կմտածեն, որ թեմաս ուրիշ տեղ են տանում։ Բայց մենք Աստծո լույսը կրողներն ենք, եկեղեցին կասի ամեն։ Երրորդը, ինչի համար են այսօր լիդերները շատ անկում ունենում եւ աշխարհի 70% լիդերները խոր անկումներ են ապրում։ Երրորդը իրանց բնավորության պատճառով։ Այն մարդ ես ես ձև եմ, ես չեմ փոխվում։ Եթե չես փոխվում, ուրեմն Տերը կփոխի իր ծրագիրը, քեզ հետ կապված։ Ինքը քեզ չի կարող փոխի, որովհետև դու չփոխվող մարդ ես։ Դու ասես Աստված էլ ինչ չի կարող փոխի։ Տերն ասում այ մարդ ոչ քիչն է, ոչ է կփոխեմ, ոչ կասնեցեմ գնալ։ Ես կփոխեմ մեկ ուրիշի։ Եթե դու չես փոխվում, ես կփոխեմ քո կողքինին, որովհետև նա ուզում է փոխվի։ Լիդերների երրորդ անկման պատճառը, որ մարդը իր բնավորությունից չի ուզում դուրս գա, այս է ձևը։ Մենք պետք է կարողանանք այնքան ճկուն լինենք, որ կարողանա Աստված մեր բնավորությունը փոխի։ Եթե Տերը մեր բնավորությունը չփոխի, մենք չենք կարող օգտակար լինենք մարդկանց, որոնք որ կանչված են փրկություն ունենալու համար։ Եվ դրա համար Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է։ Ահա ամեն իշխանություն ինձ տրվեց երկրի վրա։ Ամեն իշխանություն ինձ տրվեց երկրի վրա։ Ուրեմն գնացեք, ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Եկեղեցի, մենք պետք է լինենք առողջ եկեղեցի։ Եթե մենք առողջ եկեղեցի ենք, մենք կվերարտադրենք մեզ նմաններին։ Մենք օրհնության պատճառ կլինենք շատերի։ Եթե մենք առողջ եկեղեցի չենք, մենք չենք կարող օրհնության պատճառ լինենք եւ Տիրոջ թագավորությունը չենք կարող այս երկրի վրա կառուցել։ Ամեն։ Եթե դու ուզում ես Տիրոջ բեռը վերցնես, Տիրոջ ասա, Տեր, ուզում եմ ես քո լույսը վերցնել։ Ուզում եմ ես այն նեղությունը, ինչը որ կա քո սրտի մեջ, մարդկության, կորուստի, ես ուզում եմ դրա հետ մասնակից լինեմ։ Ես էլ ուզում փրկության պատճառ լինեմ։ Նրանք ովքեր որ լավ կողակիցներ ունեն, ուզում եմ խորհուրդ տամ ձեզ, ծառայեք Տիրոջը։ Նրանք ովքեր որ դեռևս կողակից չունեն, ուզում եմ խորհուրդ տամ ձեզ, ծառայեք Տիրոջը, նվիրված ծառայություն արեք, որովհետև երբ որ ամուսնացաք, դուք չգիտեք ում եք ուզելու։ Բայց քանի ազատ եք, ուղղակի Տիրոջը ծառայեք։ Նրանք ովքեր որ որոշել են արդեն ամուսնանալու, ձեր համատեղ որոշման մեջ ծառայեք Տիրոջը։ Էլի ծառայեք Տիրոջը։ Ինչքան կարողանում եք Տիրոջը ավելի ծառայեք, թող Աստծո թագավորությունը այս երկրի վրա թող թանձրանա։ Մենք Տիրոջ փառքը, ծառայությունը կրող մարդիկ ենք։ Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի Աստծո թագավորությունը այս երկրի վրա կառուցենք։ Ամեն։ Հալելույա։ Ինչ կա քո սրտի մեջ։ Ինչ ես ուզում Տիրոջ համար անես։ Արա ինչ որ մի բան։ Թե խոսքով, թե կյանքով, թե քո ապրած ձևով։ Ես չգիտեմ, բայց ես համոզված եմ, որ մենք ինչ որ մի բան կարող ենք Աստծո թագավորությունը կառուցելու համար անել։ Մի հոգու կարաս փոխես, փոխի մեկ հոգու։ Քանի հոգու կարաս փրկության ավետարանը հասցնես, հասցնու այդ մարդկանց, որովհետև այդ մարդը միգուցե լինի այն մարդը, որը շատերի կյանքի վրա մեծ ազդեցություն կարող ունենա։ Օրհնյալ ես դու հայր։ Երկրպագում ենք ու մեծարում ենք քեզ Տեր։ Դու հրաշալի Աստված ես։
Դու ամենակարող Աստված ես։ Դու հրաշքներ ես գործում ամենուրեք Տեր։ Դու քո ձեռքը մեկնում ես ամենուրեք Տեր։ Դու օրհնում ես մարդկանց։ Խնդրում եմ եւ աղաչում եմ քեզ Տեր, որ դու քո Սուրբ Հոգով լցնես մեզ եւ դու մեզ օգտագործես քո անվան եւ քո փառքի համար Տեր։ Խնդրում եմ ով բարձրյալ արքա, քո զորավոր ձեռքը թող շարժվի մեզ վրա Տեր եւ հրաշքներ եւ նշաններ թող կատարվեն մեր միջոցով Տեր, որ այս աշխարհը քո փառքով ու քո թագավորությունով լեցվի Տեր։ Օգնիր Աստված իմ, որ մենք անկում ունեցողներից չլինենք։ Օգնի, որ մենք կոտրվողներից չլինենք։ Օգնիր Տեր, որ մենք մահացողներից չլինենք։ Օգնիր Աստված իմ, որ մենք թեև անկած ենք, կանգնենք Աստված իմ, թեև վիրավորված ենք, բժշկվենք Տեր, եւ ոչ միայն մենք բժշկենք, այլև բժշկենք նրանց, ովքեր քո կարիքը ունեն Տեր։ Ովքեր ընկել են, ովքեր սայթակել են, ովքեր ջարդվել են ու կոտրվել են Տեր։ Տեր, զորացրու մեզ։ Քո անվան ու քո փառքի համար օգտագործիր մեզ Տեր։ Քո զորավոր ձեռքը թող մեզ վրա լինի, քո պաշտպանությունը թող մեզ հետ լինի Տեր։ Սիրում ենք քեզ, երկրպագում ենք ու պաշտում ենք քեզ Տեր։ Ամեն բանի մեջ, ամեն բանի համար